Այսօր Փաշինյանը ասես, որ Արցախի հանձնումը տասնյակ հարյուրավոր գերիներ ունենալը Թուրքին մտցնելով Հայաստանի Հանրապետություն, դա լավ կետի է բերել։ Տասնյակ անգամ չեմ թողել, որ դուք հիշեցնեք, որ ես ասել եմ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ես եմ տասնյակ անգամներով ասել, այո, ես եմ մարդն եմ, ով այդ ասելա։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին։ Եվ սա լավ կետ է։ Եթե չասեի, մենք մնալու ենք այդ թակարդի մեջ, այդ պատանդի կարգավիճակում, որովհետեւ չենք հասկանալու տենց էլ լավ ի վերջո մեզ հետ ինչ է կատարվում եւ ինչի է կատարվում։ Այսինքն ինքը ասում է, որ 19 թվականին եթե ինքը չասեր Արցախը Հայաստանն է եւ վերջ, ապա այդ լավ կետին իբր թե այսօր չէինք հասնել։ Ինքը հպարտանում է, որ Արցախը կորել է, Թուրքը մտել է Հայաստանի Հանրապետություն, դեմ է տալիս իրանց պահանջները, որը ինքը կատարում է ու դրանով հպարտանում է։ Ասենք այս ձևի ցինիկ, չգիտեմ, տավաճամարդ, ով տավաճանությունից հպարտանում է, ես այս աշխարհում չեմ տեսել։ Ու ես զարմանում եմ մեր ժողովրդի այն մասսայի վրա, ով աջակցում է այսպիսի ցինիկ, լեկտիաբար հպարտացող տավաճան գերագույնին։ Դուք նույնիսկ չեք տեսնում, որ այս մարդը ցավից ձեռ է արել։ Ու ինքը տավաճանությունը բան անում, ցույց է տալիս որպես լավ քայլ, որը բերել է լավ կետի։ Էդ է լավ կետը, որ Թուրքը մտել է Հայաստան, ջերմուկից 4 կիլոմետր է հեռու ու ինչ դեմ է տալիս, պետք է կատարես, քանի որ պատերազմ է սկսվի։ Ու դրանով դու հպարտանում ես, դրան ենք արժանի մենք։ Բայց Եռաբլուրում պարկած տղեկին ինչ ես ասելու։ Ասես լավ եմ արել, որ ձեզ այդտեղ եմ պարկացրել, դրա համար եկել ենք լավ կետի հիմա, հա։ Այդ ձև ես էլ արդարացնելու։ Այս պրոստը զարմանում եմ, այս մարդուն ոնց կարա հայը աջակցի։